Շնորհակալ եմ հրավերի համար։ Փետրվարի 18-ը մեզ համար ավանդական տոն է, նախ եւ առաջ այն պատճառով, որ հայ ժողովուրդը 1991 թվականին դրսևորեց իր ազատասիրությունը եւ ազատագրեց Երևանը բոլշևիկյան լծից, այսինքն այն ժամանակվա մաքսային միությունից։ Քանի որ դա մեզ համար ինչ-որտեղ փարոսի դեր էր տանում, այսինքն հանուն ազատության կարելի է պայքարել եւ շատ ավելի հզոր թվացող ուժի դեմ հաղթական եզրահանգման հասնել, 1969 թվականին այդ օրը մենք դարձրինք ազգային միացյալ կուսակցության անդամների երթման օրը։ Ավելի ուշ, իհարկե մենք երթումից հրաժարվեցինք, հասկանալով, որ երթումը ընդհանրապես ավելորդություն է մարդկային հարաբերություններում, մարդու այոն պիտի այո լինի, ոչը ոչ, դուք գիտեք որտեղ է դա ասված, եւ մենք շատ երթվյալների ենք տեսել, հիշում եք անցյալ տարի նաեւ հրապարակային երթում, ինչ-որ երթում տվեցին, ինչի համար տվեցին երթումը, կամ երթում էին տալիս ժամանակին անպագորգոր մահկամազատություն, կարգախոսով, հետո լքում էին հայրենիքը։ Այդ ամենը տեսնելով մենք երթումից հրաժարվել ենք, բայց փետրվարի 18-ը շարունակեցինք պահպանել որպես ներկայանալու օր արդեն ԱԻՄ-ի ժամանակներում։ Հաջորդ փուլը մեր ժողովրդի պատմության մեջ 1988 թվականի փետրվարի 18-ի հանրահավաքն էր, հրապարակային հավաք հանրահավաք կոչել չի կարելի, որտեղ 100 հոգի հազիվ կար այդ օրը, բայց դա առաջին հրապարակային քաղաքական ելույթներ Գառնիի հանրահավաքը, որով եւ սկսվեց մեր ինքնորոշման շարժման հրապարակային դրսևորումը։ Գառնիի հավաքը, հետո բնապահպանական շարժումը նույն փետրվարի 18-ին է սկսվել։ Այնպես որ փետրվարի 18-ը մեզ համար ավանդական օր է, մենք ամեն տարի նշում ենք, այս տարի որոշել ենք նշել ոչ միայն մեր համակիրների շրջանակներով, այլ հրավիրելով բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են ազատությունը, գնահատում են ազատության դերը եւ այդ օրը պատրաստ են ընկալել որպես հայ ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող օր, ազատության օր։ Սա է հիմնականը, ինչ ենք ծրագրել, ավտոերթ, Ծիծեռնակաբերդում իհարկե ԱԻՄ հիմնադիրներից Մովսեսի Շիրիմին կայցելենք, բայց ոչ միայն Մովսեսի Շիրիմին, այլ այդ օրը նաեւ ԱԻՄ-ականները, արդեն նոր գրանցված ԱԻՄ-ականները կներկայանան, մենք երթման փոխարեն ուղղակի ներկայանում ենք նույն հավերժական քրակի մոտ, ամեն մեկը մտքում ինչ էր ասում էական չի, բայց քրակի մոտ ասում է ես, ասենք Պարույդ Հայրիկյանս ԱԻՄ-ական եմ, որ ամեն ինչ նշանակում է։ Եթե ԱԻՄ-ական ես, ուրեմն պիտի պայքարես քո հայրենիքի ազատության, անկախության եւ ընդհանրապես մարդու իրավունքների համար։ Հետո կլինի ավտոերթ Երևանի տարբեր փողոցներով, կընթանանք մինչև Գառնի, նույն վայրը, որտեղ ժամանակին այդ հավաքն է եղել, կրկին հավաք կանցկացնենք, ամփոփ հավաք, ծաղիկներ կդնենք 1921 թվականի ապստամբության հերոսների շիրիմներին։ Ժամը 16-ին հրապարակում տեղի կունենա մեր հանրահավաքը, որին կհաջորդի երթը կավարտվի Միքայել Նալբանդյանի արձանի մոտ։ Միքայել Նալբանդյանը ազատության հրապարակում, այո, երթը կավարտվի Միքայել Նալբանդյանի արձանի մոտ, որովհետև Միքայել Նալբանդյանն է ազատության երգիչը հայ ժողովրդի պատմության մեջ ազատությունը այդպես գնահատող առաջին մտավորականն է եղել։ Չնայած մինչև փետրվարի 18-ը մենք 2 օր անց եւս մի հանրահավաք ունենք, նույնպես ազատության հրապարակում, բայց առանց երթի, դա ավելի շատ նվիրված կլինի Ուկրաինայի հետ ազատասեր հայ մարդկանց համերաշխության հայտարարության ընթերցմանը։ Եվ իհարկե նախապատրաստական հանրահավաք կլինի, ինչ որ չափով նախապատրաստական հանրահավաք կլինի փետրվարի 18-ի համար։ Չափը չեն որոշել, մտավորություն չկա, որ կխանգարեք միմյանց, թե միավորվեք հարցերի շուրջ։ Ռաֆի Հովհաննիսյանի հանրահավաքի մասին դուք ասացիք դեռ ձևաչափը չի որոշված, նշանակում է դա դեռ հանրահավաք չի, որովհետև եթե հանրահավաք լիներ, իրենք կասեին, որ դա հանրահավաք է, մենք որևէ մեկի խանգարել չենք պատրաստվում, ով ուզում է լինի, անգամ եթե ինչ-որ մեկը կկամենա այդ ազատության օրը գալ մեր հարթակից ասել բաներ, որ կամ արտահայտել տեսակետներ, որոնք
մեր ընդհանուր դիրքորոշմանը չեն համապատասխանի, ես կոչ կանեմ մերոնց հանգիստ լսել եւ նույն կերպ խոսքով պատասխանել, որովհետեւ քննարկումների ճանապարհով է, որ մենք պիտի ընդհանուր հայտարարի գանք։ Հիմա մենք որոշակի ժամ ենք նշել։ Կարող առաջնորդվելով մեր նշած ժամերով, այս ժամանակացույցով եւ իհարկե քաղաքապետարանի հետ համաձայնեցնելով, եթե իրենք հայտ ներկայացրել են, նրանք էլ որևէ այլ ժամի իրենց ասելիքը ասեն, որովհետև ես որքան տեսա մամուլում, խոսքը ոչ թե հանրավաքի մասներ, այլ Ռաֆի Հովհաննիսյանը բան ունի ասելու, դե բան ասելու համար հազար ու մի ձև կա, սկսած Facebook-յան էջից, վերջացրած մամուլի ասուլիսով, նաև հրապարակային ելույթով։ Եթե կկամենա նաև մեր հանրավաքում խոսք ասել կամ իր խոսքը ասել մեր հանրավաքում, մենք չենք խոչընդոտի, որովհետև արդեն հրապարակավազդարարներ ենք, որ հրավիրում ենք բոլոր ազատասեր մարդկանց։ Իսկ Հայաստանի հիմնական խնդիրը այսօր ազատությունն է։ Ինչպես մարդկության բոլոր ժամանակներում ունեցած հիմնական խնդիրը միշտ եղել է ազատությունը, նախ եւ առաջ ազատությունը, խոսքի ազատություն, գործելու ազատություն, որոշումներ կայացնելու ազատություն եւ այլն։ Պարոն Հայրիկյան, արդեն հրապարակվել է ճանապարհային քարտը Զամաքսային միության անդամության, գործողությունների ծրագիր, ինչ հանգրվանի է տանում մեզ այդ քարտեզը, շատերն ասում են ինքնիշխանության կորուստ, այդ քարտեզը խփում է քաղաքացու բանին եւ այլն, ձեր մոտեցումը։ Մաքսային միության առաջին պտուղները մենք արդեն տեսանք այդ գազային ճակերտավոր գազագրերի հետ կապված։ Հայաստանը, Հայաստանի քաղաքացին ըստ էության երկու անգամ ավելի է վճարում, քան կարող է վճարել նաև նույն Ռուսաստանի պայմաններում, էլ չեմ խոսում, որ պարսկական գազը այսօր Հայաստանին վճարվում է մոտավորապես 7 անգամ ավելի էժան։ Եթե պարսկական 1 խորանարդ գազի դիմաց Հայաստանը տալիս է 2 կիլովատ էներգիա, համարենք 80 դրամ, այսինքն ես ամեն ինչ ավելացնում, առնվազն 5 անգամ թանկ ենք վճարում, քան կարող էինք վճարել։ Հայաստանի քաղաքացիները լուրջ դժգոհելու առիթ ունեն նաև կենցաղային ոլորտում տեղի ունեցող քաղաքականության պատճառով։ Ակնհայտ է, որ գները պիտի թանկանան, դրա մասին բոլորն են խոսում, էլ չեմ խոսում մեր ազգային անվտանգության մասին։ Բոլորիս համար ակնհայտ է, որ ոչ այդ հավաքական անվտանգության կազմակերպությունը, ոչ էլ Ռուսաստանը որպես դաշնակից իրենց վրա վերցրած պարտականությունները, պարտավորությունները չեն կատարում, նույնիսկ դիվանագիտական մակարդակով չեն կատարում, այնպես որ սա հուսանք, որ ժամանակավոր բան կլինի, այլապես կործանարար է լինելու։ Մեր ամբողջ գործունեությունն ուղղված է այն բանին, որ հայ մարդկանց բացատրենք։ Իդեպ ես ուզում եմ, որ բոլորը հստակ պատկերացնեն, թե մենք ուր ենք գնում։ Մարդկային գործոնը քաղաքակրթության պատմության մեջ շատ մեծ դերակատարություն ունեցել, միշտ շատ մեծ։ Հայ ժողովրդի օրինակները վերցնելով Սարդարապետը չկայացավ այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ասացին միայն զենքով կա հայոց փրկություն։ Այդ մարդիկ փախնելով գալիս էին մինչև Երևանը եւ Երևանից էլ պատրաստում են փախնել դեպի բյուրական Սևանի ավազան։ Այլ տեղ ունեցավ այն պատճառով, որ չսիրված կաթողիկոսը հայտարարեց, որ ինքը չի լքի Էջմիածինը, եթե հայ զինվորը չի պաշտպանում Էջմիածինը, ապա ինքը նախընտրում են բեռնել Էջմիածնի շեմին։ Դրա մասին շատ քիչ է խոսվում մեր պատմագրության մեջ, բայց կա մարդկային գործոն։ Եվ դա ամեն ինչ փոխեց։ Գարեգին Նժդեհը 11-րդ բանակը օգոստոսին գրավեց Նախիջևան անցնելով Զանգեզուրով։ Գարեգին Նժդեհը կարողացավ Զանգեզուրը ազատագրել։ Էլի մարդկային գործոն էր։ Հիմա ես եղել եմ մեր ժողովրդի ազգային անկախության պայքարի առաջնորդներից մեկը, այդպես ասենք։ Ի վերջո հայ իրականության մեջ չկա որևէ քաղաքական գործիչ, ով կարող է ասել ես ազգի համար այս ծրագիրն եմ ներկայացրել եւ ազգը ընդունել է։ Այդ տեսակետից ուղղակի ուզում եմ նշել, որ մարդկային գործոնը շատ կարեւոր է եւ եթե ժամանակին ես եւ իմ ընկերները այդ ուղին որտեղած չլինեին, կարող է նույնիսկ ամբողջ սովետական միությունը այլ լիներ։ Այսօր ես ուզում եմ ինձ հետ բերել, բայց վերջի պահին թողեցի Ուկրաինայում հրատարակված մի գիրք, քանի որ մեր ամսի 7-ի հանրավաքը Ուկրաինային է վերաբերում, ավելի շատ ամսի 7-ին մենք դրա մասին շատ կխոսենք։
Ուկրաինայի ազգային քաղաքական գործիչներ, որ ժամանակին անդամագրվեցին հայկական կազմակերպությանը։ Եթե Հայաստանի իշխանությունները մարդկային հատուկ որակներ ներկայացնեին եւ գնահատեին մարդկային գործոնը, այդ տեսեք Չեխոսլովակիան ասում է, մենք չենք կարող Պրահայի օդանավակայանում, որը Վացլավ Հավելի անունով է կոչվում, իմ ընկերոջ անունով, նրա հետ մենք ահագին գործեր ենք արել։ Մենք չենք կարող Յանուկովիչին այդ օդանավակայանում ընդունել, ամոթ է։ Կամ մարդկային գործոն քաղաքականության մեջ ամեն ինչում։ Հիմա այս պայդրության մի քանի 100 մարդիկ, վաղը մի քանի հազար, որոշ ժամանակ անց մի քանի տասնյակ հազար մարդ, հենց այդ նույն մարդկային գործոնը հաշվի առնելով, իրենց գործոնը հաշվի առնելով, հրապարակ դուրս կգան ասելու ոչ այն երևույթներին, որոնց մասին առանձին որոշ շրջանակներ խոսում են, բայց չունեն այդ փորձառությունը, որ հավաքականորեն դրա դեմ խոսեն։ Բայց ինչ զարգացումներ է սպասվում։ Չկա չարիք առանց բարիքի։ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը այնքան այլանդակ է, որ վաղը, երբ մենք հավաքած կլինենք տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդկանց փողոցում, երբ այդ ինքնասիրահարված քաղաքական գործիչները կթոթափեն իրենցից բարդույթը եւ կհասկանան, որ իրենց ընդամենը հրավիրում են կողք կողքի կանգնելու, միասին լուծում գտնելու։ Այդ ժամանակ մեր դեմ հակատրամադրված նույնիսկ մեկ ոստիկան չի լինի, որովհետեւ այն ինչի մասին մենք խոսում ենք, դա վերաբերում է բոլորին։ Հայ մարդը կարող է այսօր, եթե ոչ 5 անգամ, գոնե 4 անգամ պակաս գնով գազի սպառում ունենալ։ Բայց դա իշխանությունները իրենց կմաճուկով խախտում են։ Հայ մարդը կարող է ինքը որոշել, մասնակցի կൂട്ടակայինին, թե ոչ, այսինքն ինքնորոշվել։ Հայ մարդը կարող է միջազգային իրավունքի տեսակետից այդ հակամարտությունը կանխել։ Երևի նկատել եք, որ մարդիրավունքների հանձնաժողովում, Եվրոպայի մարդիրավունքների դատարանում ավելի ճիշտ, 2 հարց է քննարկում այս օրերին, այսինքն հարցը տեղափոխվում է իրավական հարթություն։ Հայաստանի իշխանությունները 20 տարվա ընթացքում, եւ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, եվրոպացիներն էլ դրան նպաստում են ամեն կերպ, միջազգային իրավունք օգտագործելու որևէ քայլ չձեռնարկեցին։ Բանակցությունները այո, շատ կարևոր են, բայց ամեն ինչի հիմքում պիտի լինի միջազգային իրավունքը։ Միջազգային իրավունքի հիման վրա կարելի է այս հակամարտությունը հայտարարի բերել եւ պարտադիր չի, որ բոլորը համաձայն են, ինչպես վերցնենք Եվրոպայում, դուք բոլորդ գիտեք, որ լուրջ հակամարտության պայմաններում հստակ որոշում ընդունվեց, ոչ Կոսովոն պիտի լինի անկախ պետություն, որովհետև դա միջազգային իրավունքն էր, որպես ելակետ վերցված։ Ուրեմն կան հարցեր, որոնք շատ ակնհայտ են, որոնց դեմ բողոքում են բոլորը, բայց բողոքում են իրենց խոհանոցներում։ Մենք ուզում ենք մարդկային այդ գործոնը օգտագործելով, հակադրվելով այդ չկամությանը, նախանձին, բարդույթներին, այդ բոլորին հակադրվելով մենք ուզում ենք փուլ առ փուլ մարդկանց սթափեցնել եւ բերել հանգրվանին, որ ոչ թե կրակոցով ջարդել փշրելով բարիկադներով, այլ կանգնեցնում ես նույն ոստիկանին ասում ես, ինչ ես այդտեղ կանգնել։ Դու քո երեխաների դեմ ես, քո դեմ ես։ Արի ասկում միասին դրանց ասենք հանգստացեք։ Վստահ եք, բայց որ 10,000 մարդիկ Չէ, վստահ չեմ, որ 10,000, ես վստահ եմ, որ 100,000։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ուրիշ այլընտրանք չկա։ Պարոն Հայրիկյան, խոսեցիք կալյանց։ Ում եք ներկայացնում։ Ես նույնպես եւ այդ սավակասան, խոսեցիք ուկրաինական դեպքերից, ես ուզում եմ ասել, սեպտեմբերի 3-ից հետո դուք մի քանի անգամ հայտարարեցիք, որ կողմ եք հանրակրվել, որովհետեւ ժողովրդի մեծ մասը դեմ է մաքսային միությանը ըստ սետի տարբեր։ Ներողություն։ Ինչու Հայաստանում չեղավ ուկրաինական Ներողություն, ես ոչ թե ասել եմ կողմ եմ հանրակրվեի, այլ ասել եմ, որ դա հակասահմանադրական է, նույնիսկ այն աշճանի ընդգծված հակասահմանադրական է, որ նույնիսկ հանրակրվեի անհրաժեշտություն չկա։ Չէ, ուղղակի ասել եք, որ հասարակության մեծ մասը դեմ է մաքսային։ Դա ճիշտ է, ասել եմ եւ հիմա էլ եմ ասում։ Հիմա էլ եմ ասում, դրա բացատրությունն էլ տվել եմ, բայց պատրաստ եմ եւս մեկ անգամ կրկնել։ Առաջին հերթին մեզ վախեցնում են մեր անվտանգության սպառնալիքներով, այսինքն անվտանգության հետ կապված հարցերով։ Եվ բոլոր հայ քաղաքական գործիչներն ու քաղաքացիները հասկանում են, որ այն ռուսական իմպերիալիզմը, որը որ 70 տարի օկուպացրել էր Հայաստանը, վաղը իր ներկայությունը ապահովելու համար կարող է հրահրել իր գործակալների միջոցով Ադրբեջանին հարձակման անցնել անակնկալ երբ Հայաստանում։ Դրանով փորձում են կանխել զանգվածային ընդվզումը, բայց դա հնարավոր է կասեցնել։ Հնարավոր է հրապարակային հայտարարություններով։ Եթե Հայաստանում բուրըն գործողություններ սկսվեն, ես անմիջապես օգտագործելով նաև իմ 5 կապերը
դիմելու եմ համաշխարհային հանրությանը կոչ անելով ադրբեջանցիներին զսպել, որ մեր համար ազատության պայքարում նրանց կողմից արված որևէ ոտնձգություն կնկատվի որպես մարդկության առաջադիմության դեմ արված քայլ։ Ես կարծում եմ, որ այդ բարոյական ազդակներով հնարավոր է զսպել։ Եվ հակառակ դեպքում դու ձեռք ես բերում, եթե հանգած զսպումը տեղի չունենա, դու ձեռք ես բերում այնպիսի զորավոր դաշնակիցները, որ կարող են բարոյաքաղաքական լծակներով այդ վտանգը մեղմել, չեմ ասում լրիվ կասեցնել, բայց բացի այդ բանակը պետք է տեղում լինի։ Երկրորդ կարևոր գործոնը, որ Մայդան չկայացավ, Հայաստանի իշխանությունները ի տարբերություն Ուկրաինայի իշխանությունների չասացին, որ մենք Եվրոպայի հետ ամեն ինչ վերջացնում ենք։ Հայաստանի իշխանություններն ասացին եւ, ճիշտ է մենք մաքսային միության հետ համաձայնագիրը ստորագրում ենք, բայց Եվրոպայի հետ համագործակցությունը չենք նվազեցնում։ Այսինքն գնացին ժողովրդին խաբելու ճանապարհով։ Եվ ժողովրդին մարդիկ, որ շատ հստակ տրամադրված էին պահպանել Հայաստանի անկախությունը, որ նույնն է Եվրոպայի հետ սերտացնել հարաբերությունները, նրանք դեռ մտածում են կարող է ինչ-որ բան կա, որ մենք չենք հասկանում։ Հիմա բարեբախտաբար ռուսական բթամիտ շովինիզմը մեզ օգնում է։ Մեզ օգնում է քաղաքացիներին հասկացնել, թե ինչ է նշանակում մաքսային միություն։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա կրակոցներ են հնչում, Ռուսաստանը լռություն է պահպանում, բայց Ռուսաստանը պայմանագիր ունի, ըստ որի պարտավոր է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում իրեն դրսևորել որպես դաշնակից։ Հետո ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը ռուսական բազան, որ հայկական միջոցներով է նաև պահպանվում, իր դերը չի կատարում։ Մյուս կողմից Ռուսաստանը որպես դաշնակից Ադրբեջանին մեծ քանակությամբ զանգվածային ոչնչացման զենք է մատակարարում։ Այս բոլոր հայ քաղաքացին տեսնում է եւ ժամանակի ընթացքում դա կողվի։ Բայց Մայդան այն իմաստով ինչ որ կա Ուկրաինայում, ես չի զանավորն։ Ես վստահ եմ, որ մենք խաղաղ ճանապարհով կարող ենք հարցը լուծել։ Օրինակ 98 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը, որ հրաժարական տվեց, ոչ Մայդան եղավ, ոչ պարզապես այն բարոյական ճնշումը, որ մենք կիրառեցինք 96 թվականից, Լևոն Տեր-Պետրոսյանին ցույց տվեց, որ ինքը այլևս անելու բան չունի, աշխարհը նրան չէր ճանաչում։ Եթե Ուկրաինայի օլիգարխները եւ Ուկրաինայի իշխանությունները դեռ ավելի պակաս կախվածություն ունեն արևմուտքի վերաբերմունքից, ապա Հայաստանի իշխանություններին շատ ավելին է, որքան էլ ռուսական իմպերիալիզմը աջակցի, այն պահին, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը տեսավ, որ արևմուտքը իրեն չի ճանաչում որպես նախագահ, նույն երբ տեղի ունենա Սերժ Սարգսյանի հետ, ինքն էլ կասի, որ կամ ես իմ քաղաքականությունը պիտի փոխեմ, կամ էլ պիտի հեռանամ։ Այդ հեքիաթներին մի հավատացեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա ճնշում են գործադրել։ Ես ներսում եմ եղել, ուղն ու ծուծով գիտեմ ինչ է եղել։ Ոչ մի ճնշում չկար։ Բացարձակապես իր մարդիկ էին, եւ Ռոբերտը, եւ Վազգենը, եւ Սերժ Սարգսյանը։ Հենց որ ինքը հրամանագիրը գրեր, որ դուք ազատված եք, նրանք կգնային։ Ռոբերտ Քոչարյանը, որ Արցախից բերվում էր, ես չեմ բերել իրեն։ Լևոնն էր բերել։ Լևոնն էր բերել, իր իշխանությունը տվեց այդ տղային։ Այսինքն որ ասում է ստիպված եղա ինչ-որ ուժերի տակ հրաժարական տալ, որ ուժերը մենք էինք, որ Վազգեն Մանուկյանին միասնական տեխնացու ենք դարձրել։ Դու հրաժարական տալուց առաջ Վազգեն Մանուկյանին նշանակեիր վարչապետ կամ Հայրիկյանին նշանակեիր վարչապետ, կասեինք դու հրաժարական ես տվել։ Դու հրաժարականը չես տվել, դու որպես անհատ փախել ես։ Մի քանի ընկերել ունեցել ես, քեզ հետ փախել են։ Ուրեմն Հայաստանը ունի այդ ճանապարհը եւ Հայաստանը կարող է այդ ճանապարհով գնալ։ Մնում է որ այն մեծամիտիկները, մեծամիտ էլ չեմ ասում, այդ բարդույթները թոթափեն, հասկանան, որ այն ինչ որ Հայրիկյանը այսօր առաջարկում է, իրենց բոլորի առաջարկածն է, եկեք միասին անենք ինչ որ ուզում եք անել։ Կամ եթե դուք եք անում, ինչի՞ չեք կանչում, ինչի այմ ինչ եք կանչում, այմից լավ կազմակերպություն եք։ Ասեք մենք անում ենք որևէ քայլ, ասում ենք բոլորդ համեցեք։ Բա դուք որ անում եք ինչի եք վախենում։ Չէ՞ որ առանց այմի մեկ է ոչ մի բանի չեք հասել։ Հետո հայկական էլ չգիտեք, երբ որ տղաները հավաքվում են, սեղան են նստում, ասում են եկեք գնանք մեր Հայրիկին կանչենք, սեղանի գլխին նստի։ Չեն ասում, չէ՞ Հայրիկին բոլորովին չկանչենք, իսկ սրանք հասել են դրան։ Ասում են մենք հավաքվենք ջահելներով, 3 տարի առաջ ինչ որ խմբակ ենք ստեղծել, անուն էլ դրել են քաղաքացիական նախաձեռնություն, տղերքով հավաքվենք, քննարկենք, բայց չէ, այմը հանկարծ չլինի, որովհետև հարցը կքաղաքականացվի։ Բայց ձեր բոլոր քննարկած հարցերը քաղաքական հարցեր են։ Ես նաև այդ գրագիտության աճի հետ եմ պայմանավորում, որ բարդույթները կարտամղեն իրենցից կամ կձերբազատվեն բարդույթներից, կգրագիտանան ու գործը ահագին արագ առաջ կգնա։ Այդ տեսեք նախախորհրդարանը, ինչ որ անում է, լավ է անում։ Նրանք հույսեր չեն կապում։ Բայց ով է ասում, որ մենք այսօր գնում ենք ընտրության։ Մենք այսօր բացասականը քննադատում ենք, ասում ենք միասնական ճակատով եկեք աշխատենք։
Եկեք աշխատենք իրար հետ, կամ Նիկոլ Փաշինյան ինչ-որ նախաձեռնություն է, չէ՞ սկսել քաղաքացիական։ Այն մեծ պահին քաղաքացիական նախաձեռնություն է։ Մենք մարդկանց վերագրանցում ենք երկու սկզբունքով՝ այ իմ գործիչ եւ այ իմական։ Այ իմականը նշանակում է ինքնորոշման կողմ եմ, այ իմականը այ իմ գործիչը նշանակում է այ մի անդամ եմ եւ այ մի կանոնադրությամբ պիտի գործեմ։ Մեկը մյուսին չի հակասում, բայց այսօր ով ինչ անում է, մեկը խոսում է ինքնորոշումից, չի կարող չխոսել։ Ես ժամանակին այնպեսի նվեր եմ տվել, որ ով ինչ էլ անի, պիտի խոսի ինքնորոշումից։ Հիմքում ընկած է ինքնորոշման սկզբունքը։ Ես անհատ եմ այսպես եմ որոշում, դու անհատ ես այդպես ես որոշում, միասին տեսնենք, միասին ինչ ենք որոշում, հետո միասին տեսնենք ազգը ինչ է որոշում։ Դրա համար ես ասում եմ, որ եթե ժողովրդի 60%-ը դեմ է մաքսային միությանը եւ կողմը եվրոպական միության հետ համագործակցելուն, դա չի կարող այնպես լինել, որ միայն ես գիտեմ։ Դա գիտեն նաև իշխանությունները, դեպքում չեն սխալ ճանապարհով գնում։ Կարծում եմ բավական սպառիչ խոսեցի մամուլի ասուլիսի համար, այսքանով ամփոփենք։ Ասեք։ Չէ, ասեք, համեցեք։ Կապված Վարդան Սեդրակյանի էլի ձեր մահապետի հետ փակագծերը բացել անուններ տվել թե կարող է։ Այդ հարցը արդեն փակված հարց է ինձ համար։ Նոր ձեռագրով նրա նամակն է։ Գիտեմ։ Ես նկատել եմ այդ ձեռագրով նամակով հանդերձել փակված է։ Երբ որ ես լուրջ հաջողություններ ունենամ քաղաքական դաշտում, կամ ինչպես ուկրաինացի ընկերս էր վերջերս մի նամակում գրում, որ գոնե անցումային փուլում քեզպես գործիչ ինչ օգտագործելը լուրջ սխալ է, երբ որ այդ լուրջ սխալ ուղղվի, ես Սեդրակյանին ու իր նմաններին բանտերից ազատ կարձակեմ։ Ու կասեմ, խելոք մնացեք, որովհետև հաջորդը էլ այդպեսի բան չանեք, որովհետև հաջորդ եկողը կարող է դες չներել։ Մեզ համար, բոլորիս համար պարզ է, որ դա ռուսական իմպերիալիզմի սադրանքներ մեր ժողովրդի դեմ։ Դրանով սկսեցին, ինչպես Զորիկյանն է ասում, գիտեք չէ, Երգի Զորիկյանն ինչ էր ասում, դրանով փորձեցին։ Մենք որքանով ենք պատրաստ դիմակայել ռուսական իմպերիալիզմին։ Տեսան, որ չէ, այնքան էլ չէ, կարող ենք։ Եվ գնացին առաջ, հասան մաքսային միության եւ վաղներ հասնելու են նրան, որ մենք պետական լեզու հայտարարենք ռուսերենը, դրամ ակցենք մի կողմ, Եվրոպայի հետ մեր բանակցությունները վստահենք Ռուսաստանին, դուք հասկանում եք, ամենավատ բաները, որ կարելի է կատարել, արդեն դրանց մասին խոսում են։ Ասում են, հետագայում մենք Եվրոպական միության հետ կհարաբերվենք մաքսային միության միջոցով։ Այսինքն էլի պիտի գնաս Մոսկվա մեզի անալիզ տաս, որ գնաս հարևան Պարսկաստան ուղևորության։ Տանում են դրան, այսինքն իրենք մեզ օգնում են, որ ժողովուրդը արագ հասկանա, թե ինչ է կատարվում։ Սեդրակյանները դրանք գործիք էին եւ այդ գործիքները ավելի շատ ողորմության են արժանի, քան նույնիսկ պատժի։ Չէ, ուզում եմ ասել նույնիսկ կշտամբանքի, բայց ճիշտն է, որ նախ պիտի դրանց ողորմալ ներել, քան թե պատժելու մասին խորել։